Շնորհակալ եմ շատ հարցերի համար, իրականում շատ բազմաշերտ ու տարբեր ուղղություններ ներառող հարցադրումներով հանդես եկաք սիրելի Էլինար, փորձեմ թերևս ըստ կարևորության անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Տեսեք, մեր թերևս թիվ 1 սխալը այս ամբողջ ժամանակահատվածի հավերժություն թվացող այս 8 տարիների ամենամեծ սխալը այն է եղել, որ մենք տարբեր ժամանակաշրջաններում փորձել ենք որոշակի տրամաբանության կամ խելամտության էլեմենտներ գտնել իշխանության վարքագծում կամ ելույթներում կամ արարքներում։ Հասարակության քաղաքական դաշտի բանական հատվածը դժվար թե երբևէ կարողանա որևէ նման խելամտության տար կամ էլեմենտ գտնել։ Հիմա եթե մենք խոսում ենք վերջին ամիսների քաղաքական իրադարձությունների մասին, պետք է ասենք, որ բոլոր հնարավոր եւ անհնարին հարթություններում իշխանությունը հատել է բոլոր տեսակի կարմիր գծերը։ Եվ խոսքը ամենևին քաղաքականության մասին չէ։ Եթե մենք խոսում ենք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի նրա ընտանիքի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի, քաղաքական վրեժխնդրության գործընթացի մասին, ապա կոնկրետ այդ հանձնարարականները, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչում էին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ այսպես ոչնչացնելու, ունեզրկելու, տապալելու, սպառնալիքները հնչում էին պիկապների վրայից, վերջին օրերին պարզապես այդ սպառնալիքները տեղափոխվեցին խորհրդարան, տեղափոխվեցին խորհրդարանական ամբիոն եւ նույն գործընթացը սկսեց տեղի ունենալ ընդդիմադիր այլ քաղաքական գործիչների Ռոբերտ Քոչարյանի եւ նաեւ սպառնալիքների շարքը շարունակական է, որ առաջիկա օրերին նաեւ այլ քաղաքական ուժերի եւ առաջնորդների նկատմամբ է իրականացվելու։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կոնկրետ իրականացված այս անպարկեշտ, անբարո, անտրամաբանական գործընթացը իրականացվում է կոնկրետ մեկ մարդու քաղաքական վրեժխնդրության շրջանակներում, սա բոլորին է հասկանալի, որովհետև այն տեսարանը, որը կոնկրետ մարդու ցուցումով իրականացվեց Գագիկ Ծառուկյանի տանը, երբ 7-16 րոպեին, երբ ԱԱԾ-ն ներխուժում է Գագիկ Ծառուկյանի բնակարան, այսպես 30-40 դիմակավորված անձանցով, եւ երբ Գագիկ Ծառուկյանը ընդառաջ է գնում նրանց, եւ երբ Գագիկ Ծառուկյանը ուներ բազմաթիվ րոպեներ անգամ իր տնից դուրս գալու հեռանալու, բայց քանի որ բազմիցս հայտարարել է, որ ինքը գիտի, որ իրեն կալանավորելու են, ինքը գիտի, որ իր տունը խուզարկելու են, անգամ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է, որ իր մայրիկի հետ այդ թեմայով զրույց է ունեցել, որովհետև իր համար ամենակարևորը իր մոր կարծիքն է, եւ տիկին Ռոզային զգուշացրել է, որ երբ որ կգան իմ հետևից, խնդրում եմ հանկարծ ինքնազգացողությունդ չվատանա, դու պատրաստ եղիր, ժամանակավոր բարդություն է։ Երբ որ մարդը հրապարակային հարթության մեջ անում է նման հայտարարություններ եւ պարզապես մեկ մարդու անձնական ամբիցիան բավարարելու ցանկությամբ եւ այսպես անհակ փափագով կոնկրետ այդ տեսարանը ստանալու նպատակով իրականացվում է այդ շոուն, կարծում եմ, որ սա համակարգային ողբերգություն է, որովհետեւ Տաթևիկը շատ դիպուկ բան ասաց, այդ հանձնարարականը կատարող մարդկանցից յուրաքանչյուրը պետք է ունենա համարձակություն հետագայում իր երեխաների, իր սերունդների կամ վերջի վերջո հայելու մեջ նայելու համարձակություն պետք է ունենա, որովհետև անկախ նրանից, թե որքան անպարկեշտ ու անբարո է հանձնարարական տվողը, իրականացնողն ու կատարողը ի վերջո դու ես, դու ինքդ ես քո սեփական խղճի առաջ պատասխան տալու երբևէ, եթե ունենաս բնականաբար նման քաջություն։ Այդ գործընթացը կոնկրետ Գագիկ Ծառուկյանին անվանարկելու, այսպես նրա հեղինակությունը, հեղինակության հետ այսպես անպարկեշտ գործընթացներ իրականացնելու փորձանող մարդիկ ցավոք սրտի տոտալ անհաջողության բախվեցին այս 2 ամիսների ընթացքում, ինչ պարոն Ծառուկյանը կալանավորված է, որովհետև հանրության համար էլ տեսանելի եւ հստակ հասկանալի է, թե ինչ նպատակով է այս ամեն ինչը արվում։ Նույն Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու գործընթացը, որը արված էր նրան հեղինակազրկելու նպատակով, կոնկրետ այդ նպատակով էր ցուցումը տրված, իր նպատակին չծառայեց, որտեղ ամբողջ հասարակության բանական հատվածը հասկացավ, որ անգամ 10-20 հոգով դժվարությամբ կարողացան Գագիկ Ծառուկյանին գետնել, այն էլ ստորաբար թիկունքից խփելով, ոտքին հարվածելով, կամ նույն Գագիկ Ծառուկյանի նրա ընտանիքի անդամների հետ կապված
կեղտոտ, այսպես անձնական կյանքի դաշտ ներխուժելով տեղեկատվության տարածումից հետո բոլորը հասկացան, որ որևէ հիմք, հենք չկա այդ ստահոդ տեղեկությունների տարածման եւ բոլորը հասկացան, թե որքան սնանկ է մեր դատական համակարգը եւ որքան անպարկեշտ, երբ այսպես որպես վերջին գործիք մարդու այդ հաշվեհարդար տեսնելու մտնում են նրա ընտանիք, ներխուժում են նրա այսպես երեխաների անձնական կյանք եւ ստահոդ տեղեկատվություն են տարածում։ Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի այսպես ունեզրկման մեկնարկած գործընթացին, պետք է ասեմ, որ այո, դուք արդարացիորեն նշեցիք, որ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելը այս գործընթացը 21-րդ դարում մեկնարկած այս գործընթացը իրականում խայտառակություն է, որովհետև ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում դասական այդ ձևակերպման շրջանակներում, այո, կոնկրետ հեծի պետականացման գործընթացից հետո իշխանությունները այսպես բավականին մեծ ոգևորությամբ լցվեցին այլ սեփականատերերի, այսպես սեփականությունը կոնկրետ գողանալու գործընթացին, որտեղ այլ կերպ քան գողություն ես այս գործընթացը չեմ կարող անվանել, որովհետև քանի դեռ դատական process-ները ընթանում են եւ ընթացքի մեջ են, կոնկրետ այս սանձազերծված հակաօրինական գործընթացը որևէ այլ բնորոշում եւ ձևակերպում չունի։ Այս օրերին մեր տարբեր մասնագետներ խոսել են նաեւ այդ պետականացման գործընթացի ակնհայտ անօրինական դրսևորումների մասին, բայց կուզենամ մի քանի բանի վրա ուշադրություն հրավիրել, մասնավորապես նույն Արարատ ցեմենտ գործարանը, որը պետականացվել է արդեն շուրջ մեկ ամիս, նախորդին արդեն մասնագետները բարձրաձայնում են, որ նույն ցեմենտի գինը 20%-ով արդեն բարձրացել է։ Երևանի Արարատ կոնյակի գինու ուղու կոմբինատը, որ պետականացվել է, այս պահին մասսայական հաստիկների կրճատում, աշխատակիցների այսպես աշխատանքից ազատման գործընթաց է տեղի ունենում։ Ես չեմ խոսում մուլտիվելնեսի հետ կապված գործընթացի մասին, երբ այսպես բացարձակ ապօրինի գործընթացների շրջանակներում ուղղակի Երևանի քաղաքապետարանը ներխուժել է մուլտիվելնես եւ շահագործում է համալիրը, ուրիշի սեփականությունը եւ իրականացնում է, կրկնում եմ, տարրական գողություն, որովհետեւ իրավունք չունի շահագործել այդ մարզասարքերը, մնացած գույքը, շահույթ ստանալ եւ իրականացնել շահույթ հետապնդող այլ գործունեություն։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունների համար քանդելը, ավիրելը, գողանալը դարձել է այլևս սովորական գործելավոճ, բայց կրկնում եմ, որ մենք ապրում ենք 21-րդ դարում։ Մարդու տնտեսական անձեռնմխելիության իրավունքը որևէ մեկը չի չեղարկել։ Կան տեղական դատական ատյաններ, կան միջազգային դատական ատյաններ։ Այս պահի արդեն իսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2 գանգատ ընդունվել է վարույթ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացների օրինականությունը վիճարկող։ Բոլոր հնարավոր իրավական եղանակներով մենք պայքարելու ենք Գագիկ Ծառուկյանի քաղաքական, տնտեսական, բարոյական իրավունքները վերականգնելու համար։ Եվ փառք Աստծո, այս գործընթացում մենք ունենք ոչ միայն ընդդիմադիր քաղաքական դաշտի մեր գործընկերների լիակատար աջակցությունը, այլ նաև հանրության, սփյուռքի աննախադեպ մեծ ծավալի հասնող աջակցություն, բարոյական աջակցություն, որը յուրաքանչյուր օր անընդհատ ռեժիմով մենք ստանում ենք։ Ես իհարկե հասկանում եմ, որ այս գործընթացը եւս միգուցե հոգեխանգարմունքի է հասցնում այն մարդկանց, ովքեր հետևողականորեն փորձում են արատավորել Գագիկ Ծառուկյանի բարի անունը, համբավը, եւ այդ իսկ պատճառով շարունակաբար անընդհատ ինչ որ նոր քրեական գործեր, նոր մեղադրանքներ, մտածածին եւ սուտ խորինված այսպես վարույթներ են նախաձեռնվում, բայց ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցելու եւ ժողովրդավարության բաստեոն հռչակված Հայաստանում ցավոք սրտի մարդու իրավունքը եւ մարդու արժանապատվությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ 1 գործոն։ Այն դեպքում, երբ որ մենք պետք է այս մասով ընդհանրապես խնդիր չունենայինք, այժմ ամենօրյա եւ ամենժամյա ռեժիմով իրավաբանները, քաղաքական դաշտի ներկայացուցիչները ստիպված են պայքարել Հայաստանում մարդու արժանապատվության եւ մարդու իրավունքի պահպանման համար։ Սա ողբերգություն է իրականում եւ ես շատ ցավում եմ, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարների վրեժխնդրության այս գործընթացը սարսափելի կերպով սասանում է մեր երկրի ոչ միայն քաղաքական, տնտեսական, բարոյական հեղինակությունը։ Այս գործընթացի հասցրած վտանգները տասնամյակներով ցավոք սրտի հնարավոր չի լինելու վերականգնել։ Դուք խոսեցիք ներդրումային միջավայրի մասին։ Այո, բնականաբար
կոնկրետ Հայաստանում ստեղծած արարած մարդկանց հետ տեղի ունեցող գործընթացները տեսնող իրեն հարգող որևէ գործարար միջազգային ներդրող Հայաստանում չի անելու ներդրում։ Ես իհարկե հասկանում եմ, որ ազգային կապիտալի շուկայից դուրս մղումը այդ գործընթացը, որը իշխանությունը այս օրերին իրականացնում է, թերևս ունի մեկ նպատակ՝ տնտեսական դաշտը ազատել թուրքական ու ադրբեջանական կապիտալի համար։ Հասկանում եմ, որ կա նաև նման հեռահար նպատակ, բայց կրկնում եմ, քաղաքակիրթ տնտեսական աշխարհի որևէ ներկայացուցիչ Հայաստանում այլևս ներդրում չի իրականացնելու։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունում կապարակնքվում է ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, երբ որ կապարակնքվում է Օլիմպիադանը, որտեղ իրենց ուսումնամարտական հավաքներն են անցկացնում տասնյակ միջազգային հավաքականներ, հեղինակազրկվում է միջազգային սպորտային հարթակներում Հայաստանի Հանրապետությունը։ Իշխանությունը չի մտածում այդ հետևանքների մասին։ Երբ որ կոնկրետ դադաղում է Հայաստանում Քրիստոսի արձանի շինարարությունը, որը միջազգային բազմաթիվ տուրիստական կազմակերպությունների հետ երկարատև բանակցությունների քննարկումների արդյունքում արդեն իսկ դարձել էր պոտենցիալ տնտեսական ուղղություն, որը 27-28 թվականներին պետք է այսպես մեկնարկեր եւ Հայաստան բերեր միլիոնավոր, միլիարդավոր ներդրումներ, տուրիստական հոսքեր, տնտեսական աճին պետք է նպաստեր։ ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ տևական բանակցությունների արդյունքում կային կոնկրետ պայմանավորվածություններ, բայց հիմա հասկանալի է, չէ, որ արձանի շինարարության տեմպերը դանդաղել են, այնտեղ անգամ երեսպատման սալիկների մատակարարման խնդիր կա, որտեղ կապարակնքված է նաև Multistone ընկերությունը, բայց կրկնում եմ, ցավոք սրտի իշխանությունը որևէ այսպես ուշադրություն չի դարձնում բոլոր հնարավոր հարթակներում Հայաստանի Հանրապետության հեղինակազրկման գործընթացի վրա։ Ինչ վերաբերվում է ձեր մատնանշված Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեի ձևավորման աշխատանքներին, ապա այո, նախորդին առաջին անգամ հայտարարել եմ այդ մասին եւ առաջիկա 2 օրերի ընթացքում կազմը ամբողջությամբ կհրապարակվի տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ եւ ներգրավվածությամբ ձևավորվում է այդ կոմիտեն, սակայն այս կոմիտեն չի լինելու բացառապես Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հարցերով զբաղվող կոմիտե, որտեղ ցավոք սրտի Հայաստանում այսօր բազմաթիվ են մարդիկ, ովքեր ում իրավունքները ոտնահարված են, ում նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար եւ ցավոք սրտի նմանատիպ կառույցի գործունեությունը դառնում է այլևս անհրաժեշտություն։ Ժողովրդավար հռչակված Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է։ Այդ կոմիտեում մի քանի տասնյակ հեղինակավոր ներկայացուցիչներ են ընդգրկված, ինչպես ընդդիմադիր քաղաքական դաշտի ակնառու գործիչներ, այնպես էլ Սփյուռքի հեղինակավոր մասնագետներ, իրավաբաններ, արվեստի մշակույթի գործիչներ, հանրային քաղաքական գործիչներ, շատ պատկառելի կազմ է հավաքված եւ առաջիկա օրերին մենք այս նախաձեռնության մասին ավելի հանգամանորեն խոսելու հնարավորություն կունենանք եւ աշխատանքի շատ լայն դաշտ է բացվում կոմիտեի եւ կազմկոմիտեի արչեւ, քանի որ բոլոր հնարավոր միջազգային իրավական հարթություններում, տեղական իրավական հարթություններում իրավապաշտպան կազմակերպությունների հետ, հասարակական կառույցների, դեսպանատների, միջազգային կառույցների հետ աշխատանքի շատ մեծ դաշտ է բացվում եւ պետք է համակարգված հետեւողական աշխատանք, որպեսզի մենք օրենքով թույլատրված բոլոր հնարավոր եղանակներով հասնենք Հայաստանում քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանը եւ ի վերջո նրանց ազատ արձակմանը, որովհետեւ առիթից օգտվելով նաեւ ուզում եմ կարճ անդրադարձ անել են հանգամանքին, որ այսօր թիվ 1 այսպես պատժամիջոցը դարձել է կալանավորումը, ցավոք սրտի այսպես հրահանգավորված եւ թիրախավորված հետապնդումների դեպքում մշտապես առաջին հերթին կալանքն է կիրառվում եւ քանի որ առաջիկա օրերին լրանում է նաեւ Գագիկ Ծառուկյանի կալանավորված լինելու 2 ամիսը եւ կալանքի փոփոխության ժամկետն է մոտենում, այսպես ուզում եմ հույս հայտնել լավատեսորեն հավատալ, որ անկախ նրանից, որ արդարադատության համակարգի հետ կապված այսպես հույսերը քիչ են, բայց ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, նաեւ մնացած բոլոր կալանավորված քաղբանտարկյալների դեպքում կալանքը դա թիվ 1 լուծումը չէ։ Քննությունը ընթանում է, որևէ մեկը իր երկրում ստեղծած արարած մարդկանցից չի լքելու Հայաստանը, չի խոչընդոտելու այդ քննությանը, հատկապես որ բոլոր այդ քրեական գործերը այսպես բացարձակ հիմնազուրկ են։ Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում առաջիկա դատական նիստի ընթացքում հնարավոր կլինի հասնել խափանման միջոցի փոփոխությանը եւ
այս դեպքում հավատալ, որ Հայաստանում գերիշխողը պետք է լինի ոչ թե վախի, այլ օրենքի սկզբունքը եւ այսպես համատարած բնույթ պետք է կրի ոչ թե անհանդուրժողականությունը, ատելությունը, այլ փոխադարձ ըմբռնումն ու համերաշխությունը։ Ամենայն դեպս ես որպես անուղելի լավատես ուզում եմ հավատալ սրան։